Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում 5 շաբթին է, այսօր ես հյուրընկալել եմ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տնօրեն մեդիա փորձագետ Նայիրի Հոխիկյանին։ Բարև ձեզ, պարոն Հոխիկյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Հոխիկյան, 3 տարածիորեն Հայաստանը ցնցվեց հերթական ուրեմն սարսափելի լուրից, իր տան բակում սպանվեց Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդիա Գրիգորյանը։ Չգիտեմ, կադրերը մենք տեսանք, երևի թե ֆիլմերում են նաև այդպես լինում, ուղղակի առանց ավելորդությունների, առանց ավելորդ ուրեմն ձևականությունների հանցագործը գալիս է կրակ է բացում 3 տղամարդու վրա։ Ինչ է կարծում, սա Հայաստանի իրավիճակը ինչպես է բնութագրում, արդյոք հակասություն չեք տեսնում, օրինակ, եթե մի կողմում սրբազաններն են, խաղալիք զենքերով կամ չգիտես ինչ տերորի մեջ մեղադրվելով, մյուս կողմում ինքնաձիգով հանցագործը գալիս եւ այսպիսի գործողություն է կատարում։ Ուր են նայում իշխանությունները։ Եթե հարցի վերջին հատվածից գանք, ուր են նայում իշխանությունները, իշխանությունները նայում են Էրդողանին եւ Ալիևին, ուրիշ ոչինչ, ոչ մի տեղ, ոչ հայրենիք, ոչ Հայաստան, ոչ Այսինքն ներսում ինչ լինում է, նրանք դե իրենք են ասել։ Դա ես չեմ ասում։ Իրենք են ասում, որ իրենց համար ուղենիշը եւ թիվ 1 վեկտորը թուրք-ադրբեջանական տանդեմն է։ Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը ինձ համար եւ քաղաքական եւ անձնական ողբերգություն էր, ինչու, որովհետեւ Վոլոդիայի հետ ես վերջին 1 տարվա ընթացքում բավական լավ հարաբերություններ եմ ունեցել։ Մենք մտերիմ էինք եւ ես նաեւ ծանոթ եմ իր եւ մարդկային եւ աշխատանքային որակներին, շատ համեստ մարդ, իր համեստության մեջ միաժամանակ նաեւ սկզբունքային։ Հիշում եմ, որ մի երկու անգամ եղել է, ասում էր, որ հայրը միշտ իր հայրը, միշտ ասում է տղա ջան, սրանք սրիկաներ են, դու մի մտի այս ամեն ինչի մեջ, որտեղ մարդկային արժեքները չեն գնահատվում, ու ինքը ասում էր հայրս միշտ վախենում է, որ այդքան սկզբունքային պետք չի պայքարել, բայց որ կարող են այս աստիճանի հանցանքների դիմել, այսպես ուղակի որոշել մարդուն կյանքից զրկել, անկեղծ ասած, նույնիսկ մտահոգություն ես էլ չեմ ունեցել։ Վոլոդյան հասանելի մարդ էր, որպես համայնքի ղեկավար, հասանելի մարդ էր, այսինքն այդ 9 գյուղերի բնակիչներից յուրաքանչյուրը կարող էր ունենալ Վոլոդիայի հեռախոսի համարը եւ յուրաքանչյուրն ուներ հեռախոսի համար, անձնական համարը։ Եվ մարդկանց ինքը, գիտեք, հիմա կարող է մարդկանց թվալ, թե որ ասում են մահացածի հետևից կամ լավ կամ ոչինչ, բայց սա այդ դեպքը չի։ Գոնե Փարաքար համայնքի բնակիչները Վոլոդիային լավ են ճանաչում եւ պատահական չի էլի, որ մոտ 60% ձայներով այդքան ՔՊ-ի, այդքան բռնաճնշումների, այդքան ընտրակեղծիքների, ոստիկանական ապօրինությունների ու ճնշումների պարագայում 60%, գրեթե 60% ձայն հավաքեց։ Վոլոդիայի սպանությունը նկատի ունենանք, որ մի գյուղ չի, մի ուրեմն բնակավայր չի, խոշորացված համայնք։ Այո, ավելի քան 22000 բնակչություն։ Եվ այդպիսի վճռական հաղթանակ տանել, դա կարծում եմ ՔՊ-ն չէր կարող ուղղակի հանդուրժել։ Ձեր մյուս հարցը խորքային իմաստով, գիտեք, Վոլոդյան սկզբունքային եւ իշխանության ողնաշարը ջարդելու լավ օրինակ էր, որ կարողացավ միայնակ ուղղակի հաղթահարել իշխանության այսպես կոչված անհաղթահարելի բարիերը։ Ինչ է անում իշխանությունը, դուք հարց տվեցիք, ես իհարկե ասացի, որ նայում է թուրքերին եւ ադրբեջանցիներին, բայց իշխանությունը անգամ վարչապետի մակարդակով, գիտեք, Հայաստանի Հանրապետության վարչապետը այնքան է տարված իր անձի պահպանության մոլուցքով, հոգեկան հիվանդության հասնող մոլուցքով, որ պատրաստ է իր կողքի բոլոր մարդկանց զոհաբերել, միայն թե հանկարծ իր վրա որևէ կասկած չլինի։ Անգամ այնքան հիմարություններ են ասում, տեսեք,
կանգնեց հրապարակային, ասում է, արդեն իրեն դրել է քննիչի տեղ եւ այլն, ասում է, դե ոստիկանությունը դեռ պիտի պարզի, թե ինչու չեն կարողացել կանխել այդ վրեժխնդրությունը կամ նմանատիպ մի բան։ Այսինքն ի սկզբանե տալիս է ինչ որ մոտիվներ, թե ովքեր կարող էին լինել։ Եթե մոտենանք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, շատ ներողություն, դրան ասում են ուղղորդում է քննությունը։ Այո, իհարկե։ Հենց դա եմ ասում, եթե այդ տրամաբանությամբ նույնիսկ մոտենանք, ի վերջո անմեղության կանխավարկած կա եւ այլն, մենք չգիտենք, չէ, ով է այդ շանորդությունն արել, բայց եթե Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ մոտենանք, ապա էլի հանցագործությունը գնում է ՔՊ-ի վրա։ Ինչու՞։ Որովհետև դեռ 2025 թվականի փետրվարից Վալոդիա Գրիգորյանի ընտանիքի հետ կապված ՔՊ-ն եւ ՔՊ-ական մի քանի հոգի, մասնավորապես այնտեղ Ախտոյանների ընտանիքի մասին է խոսվում եւ այլն, դա ես չեմ ասում, առաջինը ես չեմ դրա մասին, դա գրվել է, շատ է գրվել։ Այո, դա բաց ինֆորմացիա է։ Իրենք ինչ որ խնդիրներ ունեն եւ այդ խնդիրների համատեքստում անգամ կալանավորվել է Վալոդիա Գրիգորյանի եղբայրը, հետո բաց է թողնվել, դատական գործընթաց կա, տնային կալանք։ Վալոդյան միշտ ասում էր, որ իր եղբայրը անմիջական կապ չի ունեցել այդ ամենի հետ։ Ճիշտ է, եղել է ընդհանուր գործընթացի մեջ, բայց այդ կրակոցներ, բան, որ եղել են փետրվար ամսին, եղբայրը անմիջական կապ չի ունեցել։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը ակնարկում է փետրվարի 5-ի մասին, եւ փետրվարի 5-ին տեղի է ունեցել այդ կրակոցները ՔՊ-ական Մեհեր Ախտոյանի տան մոտ։ Եվ ՔՊ-ի կարկառուն դեմքերից մեկն է այդ մարդը։ Ես հիմա չեմ մեղադրում Մեհեր Ախտոյանին, որովհետև չունենք որևէ փաստ։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը ակնարկում է, եթե այդ տրամաբանությամբ մոտենանք, ելի բոլոր հանցանքները տանում են դեպի ՔՊ։ Այսինքն հավասարության նշաններ է փորձում գտնել եւ այստեղ մեկը մյուսով պայմանավորել եւ այլն։ Անկամ նույնիսկ այդ դեպքում, եթե սա վենդետա են ուզում ներկայացնել որպես վենդետա, այնուամենայնիվ քաղաքական կոմպոնենտը այնքան շատ է այստեղ, որ ի վերջո հստակ տարանջատում կա, մի կողմում իշխանությունն է, մի կողմում դիմադիր գործիչը, որը հաղթել է ընտրություններում եւ այդպիսի մեծ համակրանք է վայելում իր ընտրողների ու ժողովրդի շրջանում։ Փաշինյանի ուղերձի մեջ ես մի հետաքրքիր բան նկատեցի այս դեպքի կապակցությամբ տված ուղերձի մեջ, ինքը ցավակցում է զոհվածների հարազատներին, առողջություն մաղթում վիրավոր անձին եւ միևնույն ժամանակ այնտեղ օգտագործում է մի արտահայտություն փառաքարի սիրելի ժողովրդին, ցավակցում է։ Հետարքի այստեղ սիրելի բառը նման մի տեքստի մեջ օգտագործել է ժողովրդի առաջ չգիտեմ ինչ կերպարով ներկայանել է, որքանով է հարիր։ Հասկանում եք, դա կարող է լինել, ասենք, հոգեբանական պահ, չգիտեմ, բայց վարչապետն է ի վերջո այդ կապակցությամբ խոսք ասում եւ այստեղ անպայման հիշատակում Դե Իլհամ Ալիևը արցախցիների մասին խոսելիս եւս ասում է սիրելի ղարաբաղցիներ, բայց դա ոչ չի նշանակում, որ Իլհամ Ալիևը սիրում է արցախցիներին։ Իլհամ Ալիևը օրինակ 5000-ից ավել հայերի մահվան պատճառ է դարձել, հրաման է տվել 10,000-ից ավելի մարդկանց հաշմանդամ լինելու, վիրավորվելու հրաման է, պատճառ է դարձել փաստացի։ Հայկական հազարամյակների հողերի, հայկական պատմամշակութային ժառանգության, ոչնչացման եւ գրավման հրաման է տվել։ Ինչքան էլ որ օրինակ ասի ինքը սիրում է ղարաբաղցիներին, հո դրանից չսիրեց ղարաբաղցիներին։ Կարծում եմ այդ հարցի պատասխանը նույն Նիկոլ Փաշինյանի համատեքստում է։ Այսինքն խոնարհվում եմ ձեր առաջ։ Դե տեսակ 2 օր առաջ իրենց ՔՊ-ի ներքին այդ ինչ որ խամաճիկների այդ թատրոնում ծնկի էր գալիս, լաց էր լինում, հայտնի Կոկորդիլոսի արդյունքներն է, ուրիշ ոչ մի բան։ Եվ գիտեք, չեմ ուզում եթերային էթիկայից ելնելով այլ ձևակերպումներ տալ, բայց ասում են մարմնավաճառները ինչքան էլ իրենց սրբի տեղ դնեն, հաստատ մնալու են նույն լրբերը։ Պարոն Հոխիկյան, մենք որպես լրագրող իհարկե չենք կարող առաջ անցնել հետաքննությունից կամ գործի քննությունից, բայց մի բան օրինակ որպես հրապարակախոս, որպես, չգիտեմ, այս երևույթը գնահատական տալու ամբիոն ունեցող մարդիկ,
Լրագրողները հիմնականում ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ այսպիսի բաները կարծես նորմ են դառնում մեր քաղաքական կյանքում եւ շատ մեծ վտանգ են իրենց մեջ պարունակում, որովհետեւ պատկի ասեք ամեն հաջորդ իշխանության հետ նույն բանը կրկնվի։ Ես ուզում եմ հիշել նաեւ Հրաչ Մուրադյանի սպանությունը Պրոշյանի գյուղապետի։ Տեսեք, այստեղ սպանվում են մարդիկ, որոնք իշխանությունների հետ նույնությամբ քայլ չեն գցում կամ նրանց հետ նույն բառապաշարը չեն օգտագործում, ընդդիմադիր են նրանց եւ այլն։ Հիմա սա կարող է ընթացք ունենալ, եթե այս գործը, ինչպես ասում են, սկզբունքային ձևով չդրվի, չբացահայտվի, իսկական գնահատականներ չտրվեն։ Դե շատ բնական գործընթաց է, երբ որ կա իշխանություն, որը կապ չունի իր ժողովրդի ազգի հետ, այլ միայն իշխանություն պահելու համար է, բնական է, որ այդպիսի գործողություններ, այդպիսի հանցագործություններ կան ու կարող են նաև լինել, կրկնում եմ, այնպիսի իշխանության պարագայում, որը ոչ պետական մտածողություն ունի, ոչ էլ կապ ունի իր ժողովրդի հետ։ Ես չեմ բացառում, որ այս սպանությունը կարող է ուղիղ կապված չլինել Նիկոլ Փաշինյանի հետ, այսինքն Նիկոլ Փաշինյանը կարող է ուղիղ հրաման տված չլինել, բայց ամենայն հավանականությամբ սրանք ընդհանրապես վարկածներ են, որ քաղաքական ենթատեքստում ինչ որ մեկը ուզում է ծառայություն մատուցել Նիկոլ Փաշինյանին, որ տես մենք չկարողացանք հաղթել այս սկզբունքային ընդդիմադիր ուժին, բայց մենք կարող ենք այսպես հարցերը լուծել։ Այդպիսի բաներ աշխարհում շատ երկրներում են եղել, կան ու կարծում եմ նաև կլինեն։ Հայկական իրականության մեջ խնդիրն այն է, որ սա հնարավոր է արմատախիլ անել միայն ազգային մտածողության իշխանության գալու դեպքում։ Այլապես ցանկացած իշխանություն Նիկոլ Փաշինյանը մոտավորապես 260 օր հետո այլևս չի լինելու Հայաստանի ղեկավար, այլապես Հայաստան չի լինելու։ 2026 թվականի հունիսի 7-ից հետո Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի, ոչ մի պարագայում չպետք է լինի Հայաստանի ղեկավար, ԿՊ-ն չպետք է լինի, դա այլ հարց է, բայց ով էլ որ լինի Հայաստանի ղեկավար, որ քաղաքական ուժը, չպետք է նույն հրեշը դառնա։ Հայտնի խոսքը, գիտեք, դա ես առաջին անգամ լսել եմ Գորիսի հոգևոր հովիվ Տեր Ահարոնի կողմից, հրեշի վերածվելու։ Ասում է հրեշին սպանողը վերածվում է հրեշ։ Այո։ Հրեշին Հայաստանի պարագայում հրեշին սպանողը չպիտի հրեշ դառնա։ Այլապես նույն բանն է լինելու։ Շատ հաճախ ինձ տարբեր քաղաքական ուժերից համագործակցության առաջարկ են անում։ Գիտեք, ինչու երբեք դեռևս որևէ քաղաքական ուժի մեջ չեմ ներգրավվել։ Երբեք ոչ կուսակցական եմ եղել, ոչ որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի մեջ ներգրավվել եմ, համագործակցել եմ, օգնել եմ, հիմա էլ եմ շատերին օգնում ընդդիմադիր, բայց կան կոնկրետ սկզբունքներ։ Այդ սկզբունքներից 3-ը կարող եմ թվարկել։ Հրեշին սպանողը չպետք է հրեշ դառնա, այսինքն չպետք է դառնալ այնպեսին, ինչպեսին սրանք են, չպետք է գնալ նույն վենդետայի, նույն ապօրինությունների, նույն հանցանքների, նույն ատելության ճանապարհով, որովհետև եթե դու ատում ես, շարունակում ես ատել, նույնպիսի պատասխան ստանալու ես եւ այդպես այդ նույն շղթայական փակ շղթան լինելու է։ Դա իհարկե չի նշանակում, որ հրեշին սպանելուց հետո քաղաքական այսպես բանի մասին է խոսքը իհարկե ընտրություններով, օրինական, հիմա սա հատուկ եմ ասում, որ վաղը չասեն, թե չգիտեմ, սպանություն է քարոզում։ Այդ քաղաքական հրեշից ազատվելուց հետո դա չի նշանակում, որ չպետք է լինեն արդար դատավարություններ, որ իհարկե պետք է լինեն, իհարկե մի 20-25 հոգի պետք է դատվեն, նստեն, ցմահ, բայց խոսքը հետագա քաղաքական հետապնդումների եւ ատելության բացառման մասին է։ Սա մի պայման։ Երկրորդ պայմանը ազգային իշխանություն, ազգային պետության գաղափար, որովհետեւ եթե դու չունես ազգային պետության տեսլական եւ եթե քո կառավարության մեջ չկան մարդիկ կամ կառավարության անդամները ազգային պետության գաղափարի կրողներ չեն, ապա ինչ իմաստ ունի մի հիմարին փոխել մի ուրիշ հիմարով։ Ինչ իմաստ ունի մի կիսաթուրքին փոխել մի ուրիշ կիսաթուրքով։ Ժամանակին 2010 քանի թվերին 11-12 թվականին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների հետ
անընդհատ փորձում էի խոսել, համոզել, որ Հայաստանին ազգային գաղափարախոսական ծրագիր է անհրաժեշտ։ Ու բացատրում էի նրանով, որ տեսեք, ցանկացած պետություն, եթե ուզում է երկարաժամկետ ճանապարհ ունենալ, ոչ թե թղթի կամ փայտի տաշեղի նման արվի մեջ ընկած այս մի պատից այն մի պատ ջուրը ուր կտանի այդպես գնա։ Այս ղեկավարից մյուս ղեկավար ապրել։ Այո, Ընթացքը երկար պետք է երկարաժամկետ պլանավորում ունենալ բոլոր առումներով, կրթության առումով, տնտեսության, քաղաքականության, բոլոր։ Այսինքն այլ կերպ ասած, ազգային գաղափարախոսական ծրագիր հենված տվյալ ժողովրդի, տվյալ ազգի պատմական արժեհամակարգի, կենսունակ ավանդույթների եւ ապագայի ծրագրերի վրա։ Դուք ինձ վստահաբար շատ լավ եք հասկանում։ Եվ ինձ ցավոք սրտի պատասխանում էին հեգնանքով, որ ինչ ես խոսում, շատ հաճախ նաեւ ասել են կորուսյալ հայրենասեր, ինձ։ Ինչ ես խոսում, ինչ ազգային գաղափարախոսություն, ինչ ապագայի ծրագիր, աշխարհը այնքան արագ է առաջ գնում, որ մինչև դու մի ազգային գաղափարախոսական ծրագիր, մի պլանավորում կազմես, արդեն հաջորդը կազմելու ժամանակը կլինի։ Երբ որ ես բացատրում էի մարդկանց, ու իդեպ հիմա խոսում եմ 11-12 թվերի մասին, միայն ասենք գնան հрьяաների ծրագիրը նայեն։ Եվ հрьяաների, դա միայն ասենք ժամանակի հանրապետական կուսակցությունը չէր։ Այդ կուսակցության շուրջը հավաքված բազմաթիվ մարդիկ, ովքեր քաղաքական պաշտոններ էին զբաղեցնում, հակառակը իշխանության մեջ, որոնց մեծ մասը այսօր ԿՊ-ում են իդեպ։ Հանրապետական կուսակցությունը 18 թվականից հետո դարձավ ԿՊ-ական, ակտիվ ԿՊ-ական։ Ինչևէ, ժամանակին էլ այդ նույն մարդիկ ՀՀՇ-ական էին կամ ասենք Քոչարյանական էին, այսինքն այդպիսի բան կա, չէ՞։ Լողացող հատված կա։ Այո, ցավոք սրտի մեծամասնություն են։ Հիմա երբ որ ես խոսում եմ ազգային գործիչների մասին, պետք է հաջորդ իշխանությունը բացառի այդպիսի շանորդիների ներկայությունը մի կառավարությունից մյուսում։ Եթե պիտի մարդը այսօրվա ասենք իշխանության մեջ գտնվող մարդը, ով մերժում է Արարատի գաղափարը, ով մերժում է Արցախը, Հյուսիսային Արցախը, Գարդման, Նախիջևան եւ այլն, Արևմտյան Հայաստան, ընդհանրապես ազգայինի, պետականության, ազգային պետության, ազգային կրթության գաղափարը թեկուզ եւ նախարար չի, հա։ Եթե այդ մարդը վաղը պիտի վաղվա կառավարության մեջ էլ լինի, կամ վաղը դառնա Հռոմի պապից ավելի կաթոլիկ, ապա ինչ տարբերություն, կրկնում եմ, մի հիմարին փոխում ես մի ուրիշ հիմարով։ Այսինքն ինձ համար սա երկրորդ կարևոր սկզբունքն է։ Եվ երրորդ սկզբունքը, որը ուղիղ բխում է երկրորդ սկզբունքից, ազգային, պետական, գաղափարախոսական ծրագրի գոյությունը։ Եթե դու չունես ծրագիր, եթե դու չունես կոնկրետ մի պլանավորում, թե A կետից B կետ ինչպես ես գնալու, ապա իմաստ չունի այդ ճանապարհին դուրս գալ, ապա իմաստ չունի քեզ հետ ճանապարհ գնալ։ Կատունակ ճանապարհային քարտը։ Իհարկե։ Դուք հստակ նշեցիք 265 օր, ասացիք, դրանց հաշվել եք։ 257-58 օր է մնացել այսօրվանից հաշվով։ Լավ, մինչև հունիսի 7-ը, հունիսի 7-ին ասում եք Փաշինյան չի լինելու իշխանության։ Չպետք է լինի։ Չպետք է լինի, վստահաբար նկատի ունեք առաջիկա հերթական արդեն խորհրդարանական ընտրություններ։ Չպետք է լինի, իսկ դրա համար պետք է ինչ-որ բան անել, որ նա չլինի Հայաստանի ղեկավար։ Ինչ եք տեսնում, ինչ կարելի է անել, ինչ պետք է անել, արդյոք դա պետք է անի բացառապես ընդդիմությունը, թե արդյոք դա պետք է անեն ազգային մտածողության բոլոր ուժերը շատ ավելի մեծ համախմբումով, ինչպես տեղի ունեցավ օրինակ իհարկե փոքր մասշտաբներով Գյումրիում եւ Փարաքարում։ Գիտեք, ես նկատի ունեմ, որ նույնիսկ մեծամասնություն, եթե չնվաճի Նիկոլ Փաշինյանն այս ընտրություններում, նա արդեն իսկ պարտված է, եթե բացարձակ մեծամասնություն։ Դե, տեսեք, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի ստանալ ժողովրդի, ասենք 50% ձայն, ապա այս ժողովուրդը իմ կարծիքով այլևս ապրելու ոչ մի բարոյական իրավունք չպետք է ունենա։ Որովհետև եթե համեմատում ենք 21 թվականի հետ, 21 թվականի ընտրություններին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցողների մոտավորապես 49%-ը եւ 49%-ի
53%-ը, մի քիչ պակաս, որտեղ փոշիացած ձայներով իրենք 53 հասան, լավ, 53 հաշվենք, 53%-ը ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես ձայն տվեց։ Դրանց մեծ մասը վարչական ռեսուրսներն էին, ոստիկանություններ, կաշառքներ, բանակներ եւ այլն, հազար ու մի բան։ Նրանք, ովքեր գաղափարապես այդ փոքր հատվածը, որ գաղափարապես գնացին Նիկոլ Փաշինյանին ձայն տալու, խաբվեցին մեկ բանից։ Նիկոլ Փաշինյանը, եթե հիշում եք, ինչ էր ասում, իր հիմնական թեզը կառուցում էր նրա վրա, որ ինքը ազգային ինքնորոշում է բերելու Արցախին եւ Արցախը այն հատվածը, որ մեզ է մնացել, այսինքն մոտ 4000 քառակուսի կիլոմետր, 3 ու քանիս, դա անկախություն է ունենալու, ինքնորոշում է հռչակելու։ Նրա հայտնի խոստումներն են։ Այո, եւ ժողովրդի այդ հատվածը, որ ոչ թե մեր բարեկամ Նաքերու Եզան գյուղի, չգիտեմ ով է զանգել ասել, որ գնացեք Նիկոլ ընտրեք եւ այլն, կամ կաշառքով չի ընտրել, այլ իրոք գնացել է ընտրելու, մարդիկ հիմնականում այս թեզի համար գնացին Նիկոլ ընտրելու։ Հիմա ստացվեց, որ Նիկոլը խաբել է։ Այդ մարդկանց է խաբել։ Խաբել է բոլորին, ովքեր իրեն հավատացել են, որովհետև ընդամենը մոտ մի տարի հետո գնաց եւ Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, հիմա էլ շատ բացահայտ ցինիկաբար ասում է, որ ինքը դեռ 18 թվականից գիտեր, որ Արցախը պիտի լինի Ադրբեջան։ Հիմա ցինիկաբար ասում է, որ հայաստանցի զինվորները կռվել են Ադրբեջանի տարածքի մեջ, զավթել են Ադրբեջանի տարածքը եւ այլն, լսել եք։ Այսինքն, ուղեղ ունեցող մարդու համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը 21 թվականին իրենց խաբել է։ Գանք 26 թվական, հնարավոր հերթական ընտրությանը։ Եթե այդ մարդիկ պիտի գնան Նիկոլ Փաշինյան ընտրեն, ուրեմն այդ մարդիկ ուղեղ չունեն։ Որտեվ եթե քեզ վստահաբար երևի տեսել եք Վարդան Պետրոսյանի, շատ տաղանդավոր դերասան Վարդան Պետրոսյանի հայերը եւ հավերը ներկայացումը, որտեղ ասում է տաշտը 5 անգամ գցում են հավի վրա, վերցնում են հավը կչկչալով փախչում է, հետո նորից գալիս մտնում է այդ տաշտի տակ, որպեսզի կուտ ուտի։ Հիմա քեզ քանի անգամ պիտի խաբեն, դավաճանեն, կոտորեն, ցեղասպանեն, որ դու հասկանաս, որ հավ չես։ Այս նույն համատեքստում հետևաբար ես կարծում եմ, վստահ եմ, որ մեր ժողովուրդը հավ չի, եւ մեր ժողովուրդը, ինչքան էլ որ ես նաեւ շփվում եմ ժողովրդի հետ, ծայր հարավից, ագարակից, մեղրից, ներքին հանդից սկսած, մինչև ծայր հյուսիս, մինչև Աշոցք, Գյումրի, մինչև Նոյեմբերյան, Բագրատաշեն, Պտղավան եւ այլն, Դեբեդավան, մարդիկ համատարած ուղղակի ատում են Նիկոլ Փաշինյանին եւ իր քաղաքական թիմին։ Ատում են, ոչ թե չեն սիրում, ոչ թե չեն հավատում, այլ ատում են։ Ձեր շփումներից։ Ես իմ անձնական շփումներից եմ ասում։ Սա ասում եմ որպես ինդիկատոր։ Եվ այս պայմաններում իհարկե ես մի ամիտ չեմ, իհարկե ես այն լավատեսներից չեմ, որ ասեմ Նիկոլ Փաշինյանը 5% է հավաքելու, այդպես չի իհարկե։ Ես կարծում եմ, որ պատահական չի, որ 35-36 հազար ոստիկան կա հիմա, մեծ մասը անգրագետ, սարերից իջացած չոբաններին են բերել ոստիկան սարքել, որոնք չունեն ոչ մտածողություն, իհարկե կան ակադեմիական կրթություն ստացած ոստիկաններ, բայց նրանք փոքրամասնություն են կազմում այդ համակարգում։ 35,000-ի չափ ոստիկան կա, բանակում ազնիվ, նորմալ, հայրենիքի մտածողություն ունեցող մարդկանցից հիմնականում ազատվում են, տեղը բերում են կիսահանցագործներին, թմրամոլներին, ցավոք սրտի բանակի վիճակը այդ առումով շատ վատ է, բանակի հետ էլ եմ շփվում, տեսնում եմ։ Երկրապահ կամավորականների միությունը, որ հրաշալի կառույց էր, բայց փչացնում են ամեն կերպ, եւ մնացած բազմաթիվ կառույցներ, պետական կառույցներ, հիմա ինչ են տարածում օրինակ պետական աշխատողների մեջ։ Դե գիտեք, Արցախը հա հանձնվեց, հիմա Նիկոլը խոստացել է, որ եթե իրեն ընտրեն, զինծառայությունը կպակասացնի, կսարքի 1.5 տարի, ու այսպեսի հիմար բաներ, դե գիտեք, հա պրծանք Արցախից, կապրենք էլի, կլինի բույս, կլինի կաղամբ, թե կլինի մարդ, տարբերություն չկա այդ մարդկանց համար, այդ գաղափարն են դնում։ Այս ամեն իրականության մեջ իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը մոտավորապես 40% ձայն է հավաքելու։ Չեմ ուզում ասել, թե գիտեք Նիկոլ Փաշինյանը ջախջախվելու է։
Ամեն դեպքում նա կարողացել է իր լպրծուն արմատները ամեն տեղ մտցնել։ Բայց այստեղ ձեր հարցի ուղիղ պատասխանը, իսկ ընդդիմությունը, դուք ասացիք ընդդիմադիրները, ընդդիմությունը եւ ազգային գործիչներ։ Ես չեմ ուզում մտածել, որ օրինակ խորհրդարանական ընդդիմության մեջ ազգային գործիչներ չկան։ Իհարկե կան։ Իհարկե շատ կարգին մարդիկ կան։ Շատ կարգին։ Բոլոր երկու ուժերում էլ եւ պատիվ ունեմում եւ Հայաստան դաշինքում կան շատ կարգին մարդիկ եւ շատ վատ մարդիկ, այսինքն երկուսն էլ կան։ Շատ կարգին մարդկանց անուններ կարող եմ տալ, եթե կուզեք իհարկե։ Գառնիկ Դանիելյան, Ասպրամ Կրպեյան, Քրիստինե Վարդանյան, Մեհեր Մելքոնյան, պատիվ ունեմից նույն Տիգրանը Աբրահամյան, Հայկը Մամիջանյան, ես որպեսի որևէ մեկի նկատմամբ ինչ-որ ուղղորդում չլինի։ Եվ էլի շատ նորմալ մարդիկ, որոնք իրոք ազգային մտածողություն ունեն։ Արտախորհրդարանական ուժերի մեջ կան լուրջ ազգային գործիչներ, որոնք եթե քաղաքական, այսինքն կուսակցական ճանապարհով չեն էլ գնում, գոնե կարող են իրենց աջակցությունը հայտնել այս կամ այն քաղաքական ուժին, որը հրեշ չի, այն իմ նշած առաջին կետով։ Եվ այո, հնարավոր է կոալիցիոն կառավարությամբ հաղթել հրեշին։ Ես չեմ կարծում, որ միայնակ հնարավոր է Նիկոլին հաղթել։ Այսօր բավական մեծ թափ է հավաքում Սամվել Կարապետյանի նախաձեռնած մեր ձևով շարժումը։ Ես շատ ուրախ եմ, որ այնտեղ հիմնականում տեխնոկրատ մտածողությունն է, այսինքն մասնագետներ են տարբեր ոլորտների եւ ում հետ էլ որ ծանոթ է Նարեկը Կարապետյան կամ մյուսները, ազնվություն եմ տեսնում իրենց գործողություններում եւ մեծ հարգանք ունեմ իրենց նկատմամբ։ Համենայն դեպս այս պահի դրությամբ չեն արել այնպիսի բան, որ օրինակ հիասթափություն առաջացնի։ Իրենց մտքերը, իրենց վերլուծությունները, իրենց ծրագրերը հույս են ներշնչում, որ այսպիսի կառավարությունը այո կարող է Հայաստանը ոտքի հանել։ Ռուբեն Վարդանյանի հիմնած ապրելու երկիր կուսակցությունը։ Իդեպ Վալոդյան Գրիգորյան այդ կուսակցության քաղխորհրդի անդամ էր։ Այս կուսակցության մեջ էլ շատ մեծ պոտենցիալ եմ տեսնում։ Մանավանդ որ Հայաստանի բազմաթիվ համայնքներ հենց վստահել են այդ կուսակցությանը։ Նոյեմբերյան համայնքն է վստահել այդ կուսակցությանը, Փարաքար համայնքն է եւ բազմաթիվ այլ համայնքներ։ Մայր Հայաստան կուսակցությունը, որը նոր է ստեղծվել, Հայաքվե շարժումը, որը բավական լավ թափ է հավաքում եւ այս ընթացքում Հայաքվեի ամենամեծ ձեռքբերումը, ամենամեծ արդյունավետությունը իմ կարծիքով դիտորդական առաքելությունն է եղել բոլոր ընտրությունների ժամանակ։ Եվ ես տեսել եմ արդյունավետությունը այն առումով, որ ուղղակի թույլ չեն տվել, որպեսզի ԿՊ-ն իր հանցագործությունները ընտրությունների ժամանակ անի։ Այսինքն տեսեք կան բազմաթիվ օրինակներ, էլի կարող եմ օրինակներ ասել, բայց դա կստացվի ոնց որ քաղաքական ուժերի այսպես գովազդ։ Բայց ասածս այն է, որ այս գոնե նշածս քաղաքական ուժերը էլի կլինեն բնականաբար առաջիկայում, որոշները կկարողանան բարձր տոկոսներ հավաքել։ Որոշները կկարողանան այնպիսի տոկոսներ, այնպիսի վստահության քվե ստանալ, որ արդեն խորհրդարանում միավորվելով, կոալիցիա կազմելով կհաղթեն հրեշին։ Սա է միակ տարբերակը։ Եվ իհարկե ինչի վրա է հույս դնում Նիկոլ Փաշինյանը այսքան ձախողումներից հետո։ Արդյոք նրան բավականացնի խաղաղության մասին այս գեղեցիկ պատմությունները վերընտրվելու։ Դե ասում եք, որ ժողովրդին մի անգամ խաբեց, երկու անգամ խաբեց, բայց ամեն անգամ մի նոր տեսակի կուտ է դնում այդ տաշտի տակ ու քաշում է դեպի իրեն։ Հիմա էլ խաղաղությունն է, հիմա էլ, չգիտեմ, ճանապարհները միջազգային, չգիտեմ ինչ, Զանգեզուրի միջանցք, այսպես հենց կոչված, տվեց մարդը, բայց դա ճանապարհ է, մենք այդ տեղով պիտի գնանք գանք, հերթական սուտն է, բայց մարդկանց ուղեղների մեջ դա աշխատում է, ինչպես օրինակ Թուրքիայի սահմանը հիմա կբացվի, երջանիկ կապրենք, ամեն ինչ էժան կլինի, կգնանք, կգանք, այսպիսի բաներով արդեն նա Արցախի մասին մոռացած, բայց ինձ թվում է այնուամենայնիվ Արցախի թեման լինելու է դոմինանտ այս ընտրաշավի ժամանակ։ Դուք նշեցիք, որ մարդկանց ուղեղների մեջ դնում է այդ գաղափարը Զանգեզուրի ճանապարհ, չգիտեմ, եւ այլն։ Ես մեկ
ուղղակի դիտարկում մարդկանց ուղեղների մեջ չի դա նստում։ Իմ կարծիքով միայն հավ պետքա լինել, այդ նույն Վարդան Պետրոսյանի սկզբունքով հավ պետքա լինել, որպեսզի այդ ամեն ինչից հետո այդպես մտածել։ Այսինքն որ այդ դարձավ Միջանցք, թուրքերը գնացին եկան, մենք լավ կապրենք, կամ Թուրքիայի ճանապարհը բացվեց, սահմանը բացվեց, մենք լավ կապրենք։ Ես իհարկե կողմ եմ խաղաղությանը եւ համագործակցությանը։ Մարդը առնվազն պիտի հիմար լինի, որպեսզի պատերազմի ձգտի կամ չգիտեմ, թշնամության ձգտի։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ միակողմանի խաղաղություն չի լինում, միակողմանի համերաշխություն չի լինում, եթե մեկը ուզում է քեզ սպանել, դու չես կարող ասել, արի ինձ սպանի, բայց ես լավ եմ վերաբերվում քեզ։ Նիկոլ Փաշինյանը օրինակ սիրում է Կիկոսի մահը հեքիաթը անդադ մեջ բերել, ժողովրդին քաղաքական ընդդիմությանը այդպես ծաղրելով Կիկոսի եւ աղջկա դերում, բայց մյուս կողմից կարելի է Նիկոլ Փաշինյանին համեմատել Չարի վերջը հեքիաթի հիմար կկվի հետ։ Ամեն ինչ տալիս է միայն։ Ամեն ինչ Չար աղվես, ամեն ինչ վերցրու, մենակ թե ինձ մի կեր։ Այսինքն իր զավակներին հիմար կկուն տալիս է, մենակ թե իրեն չուտի կամ բունը չքանդի։ Որ քո զավակներին կերավ քո բունը ում է պետք։ Կամ դու ում ես պետք։ Կամ դու ում ես պետք, հիմար կկու ընդամենը։ Հիմա ավելի առարկայական, Զանգեզուրի ճանապարհ, ես ձեզ վստահեցնում եմ չի լինելու այդ միջանցքը։ Ուղղակի վստահեցնում եմ, որ չի լինելու։ Երկու պատճառով։ Պատճառ համար 1. Ադրբեջանը իր կողմից, այսինքն իր կողմից վերահսկվող հատվածներում, մասնավորապես Արցախի հանրապետության օկուպացված հարավային շրջաններում, դա ջրականի շրջանն է, կովսականի շրջանն է, ճանապարհը, որ սարքում է եւ երկաթուղին եւ ճանապարհը, իրենք են ասում, որ դեռ 1 տարի աշխատանք կա անելու։ Այս մեկ, այսինքն լավագույն դեպքում, եթե իրենք ավարտեն այդ կողմում ճանապարհի շինարարությունը, դա կտևի մոտավորապես, կհասնի մոտավորապես 2026 թվականի աշուն, այս ժամանակները։ Նախիջևանի առումով, որպեսզի իրենք Սանդրուկից մեր հայկական, այսինքն ինչպես հիմա ընդունված է ասել, Սադարակից ճանապարհը կառուցեն, մինչև հասցնեն Որդուար, կամ ինչպես հիմա ընդունված է ասել Օրդուբադ, իրենց մոտավորապես 2 տարի ժամանակ է պետք։ Ես օրեր առաջ Իրանի Հանրապետությունում էի եւ Արաքսի այն կողմից մանրամասն ուսումնասիրել եմ Նախիջևանում որևէ հնարավոր ճանապարհաշինություն։ Չկա, 0։ Նախիջևանում մարդ էլ չի ապրում։ Հետո այդ հատվածը Լեռնոտ է շատ ամեն ինչերը։ Լեռնոտ է, ինչքան որ մեզ մոտ են գնացքի երկաթուղու այդ երկաթները քանդել, գողացել, թալանել, տարել, նույնքան էլ այնտեղ։ Նախիջևանում էլ չկա երկաթուղի։ Այդ պիտի կառուցվի, չէ՞, եւ դա 1 օրվա, 2 օրվա գործ չի։ Ճանապարհը պիտի կառուցվի ու չեն էլ սկսել այնտեղ որևէ ներդրում ճանապարհների կառուցման եւ այլն։ Այսինքն դա մի կողմից, այսինքն մի օբյեկտիվ պատճառ։ Երկրորդ օբյեկտիվ պատճառը օգոստոս ամսից, սա առաջին անգամ է, որ հրապարակային ասում եմ եւ ձեզ մոտ եմ ասում։ Օգոստոս ամսվա վերջից ռուսական զինված ուժերը, սահմանապահ զինված ուժերը, որոնք հսկում են Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Հանրապետության սահմանը, կանգնել են նաեւ Հայաստանի Հանրապետության Ագարակ Օրդուար կամ Օրդուբադ սահմանային անցակետի մոտ եւ մյուս կողմից Հայաստանի Հանրապետության Նռնաձորի եւ Կովսականի սահմանային ժամանակավոր սահմանային անցակետի մոտ։ Սա նշանակում է, որ այդ սահմանային պոտենցիալ անցակետերը փաստացի վերահսկվում են ոչ թե հայերի, այլ ռուսների կողմից։ Եվ Նիկոլ Փաշինյանը իրենով նռնակ էլ դառնա, չգիտեմ ինչ էլ դառնա, չգիտեմ դառնա Իլհամ Ալիև, թե Էրդողան, եթե Ռուսաստանը սկզբունքային դեմ լինի այդ ծրագրին, այդ ծրագիրը չի իրականանա։ Իսկ Ռուսաստանը մեկ անգամ չէ որ ասել է տարբեր մակարդակներում, որ ինքը հյուսիս-հարավ ճանապարհի կողմնակից է, որը հիմա սարքվում է։ Հենց հիմա իրանական շինարարները, պարսկական շինարարական ընկերությունները արդեն 1.5 տարի
ագարակից մինչև Քաջարան լեռների միջով բավական լուրջ ճանապարհաշինություն են անում։ Իհարկե ներգրաված են նաև հայեր, բայց հիմնական աշխատանքները կատարում են պարսիկները։ Պարսիկները իրանական կողմը հսկայական ճանապարհաշինություն է անում Հայաստանի հետ կապելու համար։ Եվ երբ որ ես վերջերս Իրանում էի, հանդիպեցի նաև իրանցի որոշ պաշտոնյաների հետ եւ ոչ շարքային պատահական։ Մարդիկ շատ հստակ ասացին. որևէ դեպքում Մեղրին, Սյունիքի մարզը, Հայաստանի Հանրապետության հարավային շրջանները չեն դառնալու թուրքերի, ադրբեջանցիների, բրիտանացիների համար ոտքի ճանապարհ։ Սա այս առումով բացառված է եւ նույնն էլ Թուրքիային, գիտեք, Թուրքիան ես շատ եմ շփվում Թուրքիայի հետ սահմանային բնակավայրերի բնակիչների հետ, Երվանդաշատ, Բագարան, Անիպեմզա եւ այլն եւ այլն։ Մարդիկ ասում են մենք չենք ուզում այդ սահմանը բացվի։ Այսինքն այդ տեղի բնակիչը առաջին հերթին չի ուզում։ Ասենք թե Երևանի Կոմիտասի փողոցի մի բնակիչ, որը շաբաթը մեկ գնում պոմիդոր է գնում, առնում խանութից, ասում է թող թուրքական պոմիդորը գա, որ ես պոմիդորը առնեմ ոչ թե 600-ով, այլ 500-ով։ Իր ասածը ոչ մի արժեք չունի։ Քաղաքական, աշխարհաքաղաքական գործոններ կան, որոնք չեն լինելու։ Չեն լինելու նաև նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվելու։ Ուղղակի եթե թույլ տաք ես մի մտահոգություն էլ հայտնեմ, մտահոգություն այն առումով, թե ինչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը, ոչ թե ինչ կանի, այլ ինչ կարող է անել։ Իմ գլխավոր մտահոգությունը, որի մասին արժե որ մեր քաղաքական ուժերը մտածեն, Նիկոլ Փաշինյանի կողմից վաբանկ գնալու հետևյալ սցենարն է։ Մեկ անգամ չէ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանադրական հանրաքվեն եւ խորհրդարանական հերթական կամ արտահերթ ընտրությունները պետք է միավորել, համատեղ անել։ Դա իրեն հնարավորություն կտա կամ հաղթել ընտրություններում, որ իրեն իր համար անհնար է, կամ հակառակ ամբողջ մեղքը գցել ժողովրդի վրա եւ թռնել։ Հիմա տեսեք, սցենար համար 1։ Ինքը կարողանում է այնպիսի քարոզչական կամպանիա անել, այդ ձեր նաեւ մատնանշած խաղաղության, համերաշխության եւ այլն այդ հիմար թեզերի, ոչ իրական թեզերի, դրանք ոչ խաղաղություն են, ոչ էլ իրական Հայաստանի ոչ իրական թեզերը։ Այո, այդ հիմարությունների վրա փորձել ժողովրդին դարձնել այլասերված, անիրական, անհայրենիք ինչ-որ մի զանգված, որը կգնա եւ այո կասի նոր սահմանադրությանը եւ միաժամանակ այո կասի իրեն, որովհետեւ Նիկոլ սահմանադրությանը ոչ ասող մարդը երբեք այո չի ասի Նիկոլ Փաշինյանին։ Եւ հակառակը սահմանադրությանը այո ասող մարդը բնականաբար այո կասի նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Դա մոտավորապես 650-700 հազար ձայն է պետք, որպեսզի այդ սահմանադրական հանրաքվեն վավեր լինի։ Այդքան էլ Նիկոլին է պետք, որ ինքը ստանա ժողովրդի բացարձակ մեծամասնության։ Սա մի կողմ, որը նշանակում է, որ վերջ Հայաստանի Հանրապետությունը անկախությունը փաստացի, թեկուզ եւ հարաբերական, թեկուզ եւ սրանից մի քիչ կախյալ, նրանից մի քիչ կախյալ, վերջ Հայաստանը դառնալու է թուրքական վիլայետ, դուք, ես եւ մյուս ազգային գործիչներն էլ կարճ ժամանակ հետո արժանանալու են Վալոդիա Գրիգորյանի ճակատագրին։ Երկրորդ տարբերակը, եթե ժողովուրդը մերժի ոչ ասի սահմանադրական հանրաքվեին, բնականաբար նաեւ ոչ կասի Նիկոլ Փաշինյանին, այդ պայմաններում սահմանադրությունը չի ընդունվի, իսկ դա Ադրբեջանին ըստ Նիկոլ Փաշինյանի հաշվարկի հնարավորություն կտա 1-2 սահմանային կրակոց հարձակել։ Դուք չեք ուզում սահմանադրություն փոխել, դուք չեք ուզում Հայաստանը դառնա ադրբեջանական լատ, ուրեմն ես կհարձակվեմ։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը մոտ մի տարի առաջ, մի քիչ ավել, ընդունել է մի օրենք։ Արտակարգ իրավիճակներում իշխանությունը չի փոխվում։ Այսինքն ընտրություններ չեն լինի։ Ընտրություններ չեն լինում։ Եվ եթե նման բան լինի, եթե այդպես Ուկրաինայի օրինակը, շատ հանգիստ այս հրեշները կարող են ուղղակի անորոշ ժամանակով երկարաձգել իրենց իշխանությունը։ Մինչև ժողովրդին էլ պարտադրեն, թե պիտի սահմանադրական հանրաքվեին այո ասեք, որպեսզի Ադրբեջանը էլ չկրակի։ Լայնածավալ պատերազմ իհարկե չի լինելու Ադրբեջանի կողմից, որովհետև ինչքան մենք ենք տուժել պատերազմների հետևանքով, այնքան էլ Ադրբեջանը ինքն էլ չի կարող կռվել, որովհետև եթե մենք տվել ենք պատերազմների հետևանքով 5000-ից մի քիչ ավել մարդկային կորուստ, Ադրբեջանը տվել է ավելի քան 25000 կորուստ։
Եվ Ադրբեջանի ներսում հանրային լուրջ դիսկուրս կա, դժգոհություն կա, այդ ես տեսնում եմ եւ իմ գործընկերները, մասնագետ գործընկերները տեսնում են։ Եւ այս պայմաններում Ադրբեջանը չի գնա լայնածավալ պատերազմի։ Իրեն ընդամենը պետք կլինի մի երկու անգամ կրակել, որպեսզի Նիկոլը ձեռքին Քաժնազարի դրոշակը սարքի եւ բայց ամփոփեմ այն առումով, որ մենք պիտի լավ հաշվարկենք հրեշի բոլոր ծրագրերը, չդառնանք հրեշ, բայց հաղթենք հրեշին ազգային ծրագրերով եւ ժողովրդի հետ ճիշտ, ազնիվ, անկեղծ խոսելով։ Եվ մի փոքրիկ այսպես հարց ակնկալում եմ նաեւ կարճ պատասխան, տարբերակ տեսնում եք, որ բանը չհասնի ընտրություններով իշխանափոխության, այն տեղի ունենա շատ ավելի ցավոք չեմ տեսնում։ Հիմա impeachment են ձեռնարկում, մյուս այլ։ Գիտեք, impeachment-ը վատ բան չի։ Հանրապետական կուսակցությունն էլ բավական համոզիչ է խոսում, բայց 18 ԿՊ-ական падգամավորի բերել, որպեսի Նիկոլ Փաշինյանին դեմ արտահայտվեն, եթե դա լիներ հանրապետական կուսակցությունը, որի մեջ մարդիկ այդպես ամբողջապես գաղափարապես ու ամեն ինչով կախված չէին Սերժ Սարգսյանից, ես կհավատայի, բայց Նիկոլ Փաշինյանի падգամավորները անգամ իրենց անուն ազգանունն են, հայրանուն են գրում Նիկոլ Փաշինյան, էլ ուր մնաց, ասենք, իրենք ինչ որ մտածողություն ունենան։ Գտեք այնտեղ մեկին մի падգամավորի, որ ում հարցնես հայրանունը Նիկոլ Փաշինյան կասի։ Ո՞ց կարող են դրանք Նիկոլ Փաշինյանին դեմ դուրս գալ։ Շնորհակալ եմ այդ զրույցի համար, կհանդիպենք սիրելի բարեկամներ։